Ֆունկցիոնալ վերլուծության դասընթացի 12-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն հիշեցնեմ, որ մենք սկսել էինք գծային օպերատորների հետազոտությունը, բայց արագ ուզում եմ վերադառնալ մի հարցին, որ նախորդ անգամ կիսատ մնաց։ Այդ հետևյալն էր կոմպակտության մասին։ Ուրեմն նայում ենք մենք հետևյալ օրինակը։ Զրոյի ձգտող հաջորդականությունների տարածությունը, որի դուալ տարածությունը L1-ն է, եւ L1-ի դուալ տարածությունը, ինչպես գիտենք, այդ L անսահմանությունն է։ Ուրեմն Բանախ-Ալաուղու թեորեմը ասում էր, որ եթե մենք նայում ենք թույլ աստղանիշ տոպոլոգիան L1-ի վրա, ապա միավոր գունդը կոմպակտ է, ու անցյալ անգամ ցույց տվեցինք, որ եթե L1-ի վրա մենք նայում ենք դուալ տոպոլոգիան, թույլ տոպոլոգիան, ապա միավոր գունդը կոմպակտ չի։ Ուրեմն եկեք վերադառնանք այդ առաջի հարցին, որտեղ օրինակի հիսատ մնաց։ Մենք ուզում ենք ցույց տանք, որ եթե մենք նայում ենք L1-ում, օրինակ 0 կենտրոնով եւ 1 շարավղով փակ գունդը, ապա սա կոմպակտ է։ Թույլ աստղանիշ տոպոլոգիայում։ Ուրեմն նախորդ անգամ մենք քննարկեցինք, որ եթե տարածությունը բաժանելի է, ապա դուալ տարածության վրա թույլ աստղանիշ տոպոլոգիան կարելի է մետրիզացնել, այսինքն տրվում է մետրիկայով, եթե մենք նայում ենք դրա սահմանափակումը գնդերի վրա։ Այսինքն մենք կարող ենք սահմանափակվենք հաջորդականություններով։ Հիմա ուրեմն Բանախ-Ալաուղուի թեորեմը ասում է, որ սա կլինի կոմպակտ այս թույլ աստղանիշ տոպոլոգիայում, բայց մենք ուզում ենք ուղիղ հասկանալ, թե արդյոք հնարավոր է առանց այդ թեորեմի, որը բարդ թեորեմ է, ու քանի որ թույլ աստղանիշ տոպոլոգիան գնդի վրա կարելի է մետրիզացնել, ապա բավական է նայել հաջորդականությունները։ Մենք նայենք հաջորդականություն x-n, նայում ենք x-n հաջորդականությունը, x-n1, x-n2 եւ այլն, որը գնդի մեջ է, այսինքն գումար x-n կան փոքր է 1-ից, փոքր կանոնացարը 1-ից, կամ փոխվում է 1-ից անսահմանություն։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ կարելի է ընտրել ենթահաջորդականություն, գոյություն ունի n1, փոքր n2-ից եւ այլն, այնպես որ եւ գոյություն ունի x, որը պատկանում է L-ին գնդին, այնպես որ x-n-ը զուգամիտում է x-ին թույլ աստղանիշ տոպոլոգիայում։ Ուրեմն ինչ արեցինք, ասեցինք, որ օգտագործելով անկյունագծի եղանակը, մենք կարող ենք ընտրել, ուրեմն սա ուզում ենք ցույց տալ։ Այս վերջ չգիտենք։ Մենք կարող ենք ընտրել ենթահաջորդականություն, այնպես որ ցանկացած k-ի համար համապատասխան կոորդինատները զուգամիտ են։ N, G կամ զուգամիտում է ինչ-որ մի x k-ի եւ G-ն զուգվում է անսահմանության։ Քանի որ այս բոլոր հաջորդականությունները սահմանափակ են, այսինքն քանի որ գումարը փոքր է 1-ից, յուրաքանչյուր k-ի համար համապատասխան կոորդինատները կլինեն փոքր 1-ից, հետեւաբար յուրաքանչյուր k-ի համար կարող ենք ընտրել զուգամիտող ենթահաջորդականություն։ Այդ բավարար չի, բայց օգտագործելով անկյունագծի եղանակը կարող ենք ընտրել մի հաջորդականություն, այնց որ բոլոր կոորդինատները զուգամիտ են։ Նա ոնց ենք ցույց տալիս, որ x-ը զուգվում է x-ին, այսինքն անցյալ անգամ գրեցինք, բայց ես չհասկացա ինչը կանգարեց, որ եւս մի քայլ անենք, որ բանկ եզրակացանը։ Ինչ պետք է ցույց տանք, պետք է ցույց տանք, որ ցանկացած y-ի համար T0-ից ճիշտ է հետեւյալը, եթե մենք նայում ենք այս x ng-ի գործողությունը y-ի վրա, ապա սա զուգամիտում է x-ի գործողությանը y-ի վրա։
Ոնց ուրեմն y-ը ցեզրոյից է, L1-ը ցեզրոյի դուալ տարածությունն է, այսինքն L1-ի տարերը, x-ները գործում են ցեզրոյի տարերի վրա։ Սա պետք է հապարակել, իսկ ես ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ գումար տան հավասար է 1-ից անսահմանություն, պետք է վերցնեմ x ng կա եւ y կա, ու ցույց տամ, որ սա զուգամիտում է x կա y կա գումարին։ Եմ ինչ գիտեմ y կայի մասին, ես գիտեմ, որ y կան ձգտում է 0-ի։ Հետևաբար, եթե ես ֆիքսեմ ինչ-որ մի էպսիլոն դրական տիպ, ապա ցանկացած էպսիլոն համար գոյություն կունենա այնպիսի n, որ y կան կլինի փոքր էպսիլոնից ցանկացած կայի համար, որը մեծ է n էպսիլոնից։ Հետևաբար, այս երկու գումարների տարբերությունը ես կարող եմ գրել հետևյալ ձևով։ Ես կարող եմ գրել ուրեմն գումար տան հավասար է 1-ից անսահմանություն, x կա ng անած x կա եւ բաժանապատկած y կայով։ Գումարը բաժանում եմ երկու մասի։ Մինչև n էպսիլոնը եւ դրանից հետո։ Ուրեմն առաջինը վերջավոր գումար է եւ յուրաքանչյուր կոորդինատ ձգտում է 0-ի։ Հետևաբար սա կձգտի 0-ի։ Երկրորդ անվերջ գումար է, նույն բանը չեմ կարող անել, բայց ես գիտեմ, որ բոլորը սահմանափակ են, ես գիտեմ, որ y-ն ձգտում է 0-ի, որում y-ն կլինի փոքր էպսիլոն, այսինքն այստեղ կարող եմ գրել, որ սա փոքր է քան էպսիլոն, անգամ այս երկուսի գումարը x կա ng եւ գումարած x կա։ Բայց ինչ գիտեմ, գիտեմ, որ այս x n-ները իրանք միավոր գնդում են, ու հեշտ է ցույց տալ սահմանի անցնելով, որ x-ն կլինի նույն միավոր գնդում։ Այսինքն այս գումարը առանց էպսիլոնի ինքը փոքր կամ հավասար է 2-ից։ Եթե փոքր կամ հավասար 2-ից, չէ, ինքը փոքր կամ հավասար միշտ է փոքր կամ հավասար 2-ից։ Այսինքն այս մեկը ձգտում է 0-ի, երբ n-ին ձգտում է, երբ g-ին ձգտում է անսահմանությամբ, իսկ ես մյուսը միշտ փոքր կամ հավասար է 2-ից։ Դեռս մի անգամից ստանում ենք, որ սա պետք է ձգտի 0-ի։ Երբ g-ին ձգտում է անսահմանությամբ։ Այսինքն անցան անգամ մինչև ստեղ հասանք, հետո ինձ թվաց, որ ինքը իմ բան ճիշտ չի, ու չվերջացրեցինք ապահովությունը, իրականում ընդամենը կես քայլ էր մնացել։ Արդյոք կան հարցեր սրա վերաբերյալ, այսինքն Banach-Alaoglu-ի թեորեմը ստեղ հեշտությամբ ապահովում ենք, օգտագործելով, որ թեզրոն բաժանելի է, հետևաբար գնդերի վրա թույլ աստղանիշ տոպոլոգիան կարելի է մետրիզացնել, կարող ենք նայել միայն հաջորդականությունները կոմպակտության համար, հետևաբար բավական է ցույց տալ, որ ցանկացած հաջորդականությունից կարող ենք ընտրել զուգամիտող ենթահաջորդականություն ու փոքր փաստարկը ցույց է տալիս։ Կան հարցեր։ Շատ լավ։ Եթե չկան հարցեր, ուրեմն անցնենք հաջորդ թեմային։ Անցյալ անգամ մենք սկսեցինք ուսումնասիրել գծային օպերատորները, մի շարք կարգություններ ուսումնասիրեցինք, ուրեմն այսօր ուսումնասիրելու ենք կարևորագույն հասկացությունը այդ սպեկտրի եւ ռեզոլվենտ բազմության հասկացություններն են։ Ուրեմն սպեկտր եւ ռեզոլվենտ բազմություն։ Ուրեմն սկսենք Banach-յան դեպքից, այսինքն ենթադրենք, թե ունենք Banach-յան տարածություն։ Եվ հիշեցնեմ, որ Elix-ով մենք նշանակում ենք Banach-յան տարածության մեջ անընդհատ գծային արտապատկերումները, կամ ասենք ավելի կարճ գծային օպերատորները։ Ուրեմն սահմանում նախ
սահմանում ենք ռեզոլվենտ բազմությունը, ինչ է նշանակում ռեզոլվենտ բազմություն, եկեք ստեղ մի հատ էլ P գծային օպերատոր ֆիքսենք, ուրեմն ռոտ n, այդ n լամբդաներն են, n կոմպլեքս լամբդաներն են, որոնց համար հետևյալ արտապատկերումը վերցնում լամբդա միավոր հանած T, սա պետք է լինի ուրեմն փոխմիարժեք արտապատկերում x-ում։ Այսինքն նայում եմ n լամբդաները, որոնց համար լամբդա i հանած n, այսինքն գծային արտապատկերում է x-ից x։ Ես ուզում եմ, որ ինքը լինի փոխմիարժեք, այսինքն լինի ինյեկտիվ և սուրյեկտիվ։ Սա կոչվում է ռեզոլվենտ բազմություն։ Ուրեմն, քանի որ մեր արտապատկերումը սահմանափակ է, ուրեմն լամբդայի հանած n-ը էլ է սահմանափակ։ Եթե ես սրանից ուզում եմ, որ ինքը լինի փոխմիարժեք, ապա Բանախի հակադարձ արտապատկերման թեորեմից միանգամից կարող եմ եզրակացնել, ուրեմն եթե սա փոխմիարժեք արտապատկերում է, ստեղից Բանախի թեորեմի համաձայն, հակադարձ արտապատկերման թեորեմի համաձայն, ես կարող եմ եզրակացնել, որ հակադարձը անընդհատ արտապատկերում է։ Ուրեմն R լամբդա t-ն, որը ըստ սահմանման հավասար է լամբդա i հանած t-ի մինուս 1-ին, բնականաբար հակադարձը ինքը միշտ է գծային, քանի որ ուղիղ արտապատկերում է գծային, բայց եթե սա սահմանափակ է, ապա Բանախի թեորեմն ասում է, որ սա էլ է սահմանափակ։ Ուրեմն այս էլ կոչվում է T-ի ռեզոլվենտ։ Դա կոչվում է T-ի ռեզոլվենտ։ Մենք սահմանման առաջի մասներ, n ինչ որ մնում է, կոչվում է սպեկտր։ Ուրեմն սիգմա t-ն, որը հավասար է c-ից հանած ռեզոլվենտ բազմությունը, այս կոչվում է T-ի սպեկտր։ Եկեք մի օրինակ նայենք։ Երբ x-ը վերջավոր չափանի տարածություն է։ Եթե x-ը վերջավոր չափանի տարածություն է, ես գիտեմ, որ կա փոխմիարժեք համապատասխանություն գծային օպերատորների և կոմպլեքս, եկեք չափողականություն նշանակենք n-ով, և կոմպլեքս n-ի վրա մատրիսների մեջ։ Այսինքն այս համապատասխանությունը կախված է հենքի ընտրությունից, բայց հենց որ հենքը ընտրում ենք, ապա առաջանում է փոխմիարժեք համապատասխանություն մատրիսների և գծային արտապատկերումների միջև։ Ու հեշտ է հասկանալ, որ այս պայմանը, որ ինքը պետք է լինի փոխմիարժեք, արտահայտվում է դետերմինանտի միջոցով։ Այսինքն լամբդա i հանած t-ն փոխմիարժեք արտապատկերում է, այն և միայն այն դեպքում, երբ դետերմինանտը լամբդա i հանած t-ի 0-ից տարբեր է։ Այսինքն ընտրում ենք հենք, օպերատորը ներկայացնում ենք այդ հենքում, ու պահանջում ենք, որ դետերմինանտը լինի 0-ից տարբեր։ Հետևաբար ստեղից մի անգամից եզրակացնենք, որ այս դեպքում, վերջավոր չափանի դեպքում, մեր արտապատկերման սպեկտրը այդ n լամբդաներն են, որոնց համար դետերմինանտը 0 է։ Այսինքն լամբդան պետք է լինի բնութագրիչ բազմանդամի արմատ։
Մենք գիտենք, որ եթե սպեկտրը գիտենք, ապա շատ բան կարող ենք ասել այդ արտապատկերման մասին։ Կարող ենք վերել իրան կանոնական տեսքի, կարող ենք հաշտվել ֆունկցիաներ դրանից եւ այլն։ Այսինքն անվերջ չափանի դեպքում այս n ինչ որ ներմուծեցինք, այդ վերջավոր չափանի այսինքն վերջավոր չափանի դեպքում երբ կարող է այս դարձելի չլինել, երբ կարող է փոխմիարժեք չլինել, երբ այս արտապատկերումը արտապատկերման միջուկը տրվյալ չի, այսինքն 0-ից տարբեր տարեր են գնում 0-ի վրա։ Այսինքն լամդան սեփական արժեք չի։ Վերջավոր չափանի դեպքում սպեկտրը այդ սեփական արժեքների բազմությունն է, անվերջ չափանի դեպքում հիմա կտեսնենք, որ այդ ավելի բարդ հասկացություն է։ Ուրեմն, եկեք փորձենք հասկանանք, թե եթե մենք ունենք ինչ-որ գծային օպերատոր, որ դեպքում ինքը փոխմիարժեք չի։ Փոխմիարժեք չի։ Այսինքն ինչ դեպքեր կարող են լինել։ Ուրեմն առաջի դեպքը հենց այն է, ինչ որ կա վերջավոր չափանի դեպքում, այսինքն կա ոչ տրիվիալ միջուկ։ Ուրեմն առաջի դեպքը այն է, որ գոյություն ունի x x-ից, այնպես որ ax-ը հավասար է 0։ Ուրեմն an այդ մեր լամդայի հանած տեն է։ X 0-ից տարբեր։ Այսինքն ուրիշ կերպ ասած, a-ի միջուկը հավասար չի միայն 0-ի։ 0-ից տարբեր վեկտորներ կան, որոնք գնում են 0-ի։ Երկրորդ դեպքը այդ այն է, որ a-ի միջուկը տրիվիալ է, բայց միևնույն ժամանակ պատկերը, a-ի պատկերը խիտ չի, այսինքն սրա հակումը հավասար չի x-ին։ Այս դեպքում չի կարող լինել փոխմիարժեք, քանի որ եթե լիներ փոխմիարժեք, ապա պատկերը կլիներ ոչ միայն խիտ, այլև կհամընկներ ամբողջ x-ի հետ։ Եվ վերջին դեպքը, ենթադրենք այս երկուսն էլ կան, այսինքն միջուկը տրիվիալ է, պատկերը խիտ է, բայց հակադարձը սահմանափակ չի։ Եթե S կա, եւ միևնույն ժամանակ պահանջում ենք, որ հակադարձը սահմանափակ չլինի։ Ապա այս դեպքում էլ an չի լինի փոխմիարժեք։ Եվ հակառակը, եթե այս 3-ը կան, մի փոքր լեմ, որը թողնում եմ ինքնուրույն ապացուցելու համար, լեմ, դիցուկ, an գծային արտապատկերումը, a գծային արտապատկերումն այնպիսին է, որ այս 3-ը կա, այսինքն միջուկը տրիվիալ է, պատկերը խիտ է եւ գոյություն ունի այնպիսի C, որ ցանկացած x-ի համար x-ից ax-ը նորմա մեծ կամ հավասար է C անգամ x-ից։ Այսինքն ոչ թե փոքր կամ հավասար է, ոչ թե an է սահմանափակ, որովհետեւ արդեն իսկ գիտենք, որ an սահմանափակ է, այլ հակառակը a-1 է սահմանափակ։ Բայց a-1-ը մենք չգիտենք դեռ որտեղ է որոշված։ Մենք գիտենք, որ a-1 որոշված է ինչ-որ մի խիտ, որոշված է ինչ-որ մի խիտ ենթատարածության վրա, որտեղ պատկերը ենթատարածություն է, մենք պահանջել ենք, որ ինքը լինի խիտ, ու այս խիտ ենթատարածության վրա a-1-ը սահմանափակ է, եթե ax-ը փոխարինեմ y-ով, կստացվի y-ը մեծ հավասար է c անգամ a-1y։ Այսինքն այս ինչ-որ գրած է ստեղ, սա նույն բանն է, որ ասեմ ցանկացած y-ի համար պատկերից a-1 y-ի նորմա չի գերազանցում c-1 y-ից։
Այսինքն մասնավորապես ամիսն եք կարող եմ շարունակել ամբողջ տարածության վրա։ Բայց շարունակելու կարիք չկա, եթե այս երեք պայմանները կան, ապա ան փող միարժեք արտապատկերում է։ Առաջարկում ինքնուրույն հասկանալ, թե ինչի է սա ճիշտ։ Որտեղ փող միարժեք, այդ մի քիչ ավել է, քան թե պատկերը խիտ լինելը։ Ինքը պետք է իրոք փող միարժեք լինի, այսինքն պատկերը համակցի ամբողջի հետ։ Համարյա բան չկա անելու, պետք է պարզապես գրեք, տեսնեք ինչ ունեք ու տեսնեք, որ իրոք անստացվում է փող միարժեք։ Այսինքն սպեկտրը նկարագրելու համար, հասկանալու համար, թե որոնք են սպեկտրի մեջ, պետք է տեսնենք այս երեք դեպքերը, այսինքն որոնք են որ դեպքը կա։ Ուրեմն այս երկու դեպքերը, առաջի երկու դեպքերը ունեն անուն, մեկը կոչվում է կետային սպեկտր, մյուսը կոչվում է մնացորդային սպեկտր։ Եկեք այդ սահմանումը գրենք ու անցնենք մի կոնկրետ օրինակի հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում։ Ուրեմն սահմանում եթե սահմանման առաջին մասը դիցուկ պարզապես գրեմ սիգմա P n այդ n լամբդաներն են, որոնց համար գոյություն ունի ոչ տրիվիալ, այսինքն 0-ից տարբեր x, այնպես որ Px-ը հավասար է լամբդա x-ի։ Ուրեմն սա կոչվում է կետային սպեկտր։ Երկրորդը համար նշանակում չկա, բայց կասենք, որ ուրեմն դիցուկ լամբդան կետային չի, կետային սպեկտրի չի, կասենք, որ լամբդան մնացորդային սպեկտրում է, ըստ սահմանման, այս նշանակում է, որ պատկերը լամբդա միավոր P խիտ չի x-ում։ Այդ նկարագրեցինք այս մեր առաջի երկու դեպքերը։ Եկեք մի օրինակ նայենք, որի համար այս ամեն ինչը մենք կարող ենք նկարագրել բացահայտ ձևով, ուրեմն օրինակ։ Ուրեմն վերջավոր շաբանի դեպքում հնարավոր է միայն առաջինը, բոլոր ամբողջ սպեկտրը կետային է, կան միայն սեփական արժեքներ։ Բայց եթե սեփական արժեք է, նաև կարող ենք ասել, որ պատկերը խիտ չի, քանի որ վերջավոր շաբանի դեպք է։ Ու պատկերը խիտ լինելը վերջավոր շաբանի դեպքում իրականում պատկերը համընկնում է ամբողջ տարածության հետ։ Պատլավ, ուրեմն վերցնենք x հավասար է L1, x աստղանիշը, այդ դեպքում արդեն գիտենք, որ L անսահմանությունն է, ու վերցնենք T արտապատկերումը, որը x հաջորդականությունը տանում է պարզապես ձախ տեղափոխությունն է, x2, x3 և այլն։ Եկեք հետոյի համար հաշվենք, թե ուրեմն այս T-ն արտապատկերում էր L1-ից L1, P աստղանիշը, այսինքն աստղանիշը P դուալը արտապատկերում կլինի L անսահմանությունից L անսահմանությունը, եկեք հաշվենք, թե ինքը ինչ կլինի։ Ոնց ենք սահմանում T շտրիխը, T շտրիխ L-ի գործողությունը x-ի վրա, ինչի հավասար, ըստ սահմանման այդ L-ի գործողությունն է Px-ի վրա, այդ նույնն է, որ վերցնենք, եթե L-ը մենք ներկայացնում ենք, ասենք LK հաջորդականության տեսքով, ապա ստեղ պետք է գրենք գումար, կան հավասար է 1-ից անսահմանություն, LK անգամ TX-ի K-երորդ կոորդինատը, բայց TX-ի K-երորդ կոորդինատը X K գումարած 1-ն է, այսինքն ստեղ կարող ենք շարունակել, կստացվի գումար, կան հավասար է 1-ից անսահմանություն, LK և X K գումարած 1։
փոխենք ինդեքսը, ստացվի գումար ժին հավասար է k գումարած 1-ը նշանակենք j-ով, այդ դեպքում j-ն կփոխվի 2-ից անսահմանություն l j մինուս 1 xj։ Այսինքն ստեղ գրված է, ինչ որ գրված է ստեղ, այդ սա է p' l-ի գործողությունը x-ի վրա։ Մի քիչ նայում ենք սրան ու հասկանում ենք, որ այս ինչ է նշանակում, այս նշանակում է, որ p' l-ի վրա ինչ ենք անում, վերցնում ենք այստեղ պետք է լինի գումար 1-ից անսահմանություն, բայց 1-ում ոչ մի բան չկա, նշանակում է առաջինը կլինի 0, երկրորդը կլինի x2-ի համար ստեղ ստացվի L1, հետո կստացվի L2 եւ այլն։ Այսինքն այս պարզապես աճ տեղափոխությունն էր։ Եթե t-ն գործում էր որպես ձախ տեղափոխություն L1-ի վրա, ապա t-ի համալուծը գործում է որպես աճ տեղափոխություն L անսահմանության վրա։ Նկարագրեցինք t-ն եւ t'-ը։ Հիմա այս երկու արտապատկերումների համար փորձենք գտնել իրանց սպեկտրը։ Նախ թողնում եմ ձեզ ինքնուրույն համոզվելու, որ այս երկու արտապատկերումների նորմերը հավասար են 1-ի։ Համարյա բան չկա անելու։ Հեշտությամբ ակնհայտ է, որ 1-ից մեծ չեն, ու հեշտությամբ կառուցում եք օրինակ եւ ստանում եք 1։ Հիմա առանց ապացուցելու այս բանին մի քիչ ավելի ուշ կապացուցենք, առաջի լեմնա ասում է հետևյալը, որ ռեզոլվենտ բազմությունը պարունակում է իր մեջ n լամբդաները, որոնց մոդուլը ավելի մեծ է, քան t-ի նորմը։ Այսինքն այս կոնկրետ մեր դեպքում, նույնպես առաջի լեմն էր, որը մի քիչ ավելի ուշ կապացուցեմ, ռեզոլվենտ բազմությունը մեր այս դեպքում պարունակում է միավոր շրջանի, փակ միավոր շրջանի լրացում։ Այսինքն սպեկտրը, երկուսի սպեկտրն էլ, ստեղից եզրակացնենք, որ համ t-ի եւ համ t'-ի սպեկտրը ընկած է փակ միավոր շրջանի մեջ։ Այս բնականաբար փակ միավոր շրջանը նայում եմ կոմպլեքս հարթության մեջ։ Լավ, հիմա եկեք փորձենք տեսնենք կարող է պատահաբար t-ն ունի սեփական արժեքներ։ Այսինքն վերցնենք ցանկացած լամբդա այս շրջանայից, դիսկից, ու փորձենք լուծել tx-ը հավասար է լամբդա x հավասարումը, ուրեմն փորձում ենք գտնել, թե որն է կետային սպեկտրը։ Ինչ է ստացվում։ Ուրեմն t-ն հիշենք ինչ էր, t-ն ձախ տեղափոխություններ, ստացվում է x2, x3 եւ այլն, s պետք է հավասար լինի լամբդա անգամ x1, x2 եւ այլն։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ եթե սա ճիշտ է, ապա x2-ը պետք է հավասար լինի լամբդա x1, x3-ը պետք է հավասար լինի լամբդա x2 եւ այլն։ Մասնավորապես ստանում ենք, որ եթե լամբդան փոքր է 1-ից, ապա վերցնելով օրինակ x1 հավասար է 1, միանգամից ստանում ենք մնացած բոլորը։ Ստացվում է x2 հավասար է լամբդա, երրորդից ստանում ենք, որ x3 հավասար է լամբդա քառակուսի, ու քանի որ լամբդայի մոդուլը փոքր է 1-ից, ստանում ենք էքսպոնենցիալ արագությամբ նվազող հաջորդականություն, որը բնականաբար եկեք սրանում դնենք x լամբդան այդ 1, լամբդա քառակուսի եւ այլն, այս բնականաբար պատկանում է L1-ին, այսինքն ցանկացած լամբդայի համար, որի մոդուլը փոքր է 1-ից, մենք կառուցեցինք հաջորդականություն, որը պատկանում է L1-ի եւ սեփական արժեք է։ Այսինքն կետային սպեկտրը
Ու միաժամանակ մի ուրիշ բան էլ ցույց տվեցինք։ Իրականում ցույց տվեցինք, որ եթե լյամդայի մոդուլը հավասար է 1-ի, ապա սեփական արժեք գոյություն չունի։ Ապա ինքը սեփական արժեք լինել չի կարող, քանի որ եթե լյամդայի մոդուլը հավասար է 1-ի, ապա սեփական վեկտորը պետք է ունենա հետևյալ տեսքը. սեփական վեկտորը պետք է հավասար լինի ցանկացած թիվ կարող են վերցնել որպես x1, եկեք անունը դնենք պարզապես x10, մնացածը մի արժեք որոշում են լյամդա x10, լյամդա քառակուսի x10 եւ այլն։ Ու սա բնականաբար չի պատկանում էլ 1-ին, եթե x10-ն տարբեր է 0-ից։ Այսինքն ինչ ցույց տվեցինք, որ այս կոնկրետ օրինակում կետային սպեկտրը այդ 0 կենտրոնով եւ 1 շարավղով բաց դիսկն է, բաց շրջանագիծն է։ Ուրեմն եւս մի լեմ լեմ 2 որը ասում է, որ ռոտեն բաց է, որը բնականաբար միանգամից տեղի ստացվում է, որ սիգմա տեն փակ է։ Այսինքն սպեկտրը միշտ փակ բազմություն է։ Այսինքն ստերից միանգամից ստանում ենք, որ T-ի սպեկտրը զրո կենտրոնով եւ 1 շարավղով բաց գունդն է։ 1 շարավղով փակ շրջանն է։ Ու դե բնականաբար ռեզոլվեն բազմություններ կլինի սրա լրացումը։ Հիմա մնում է մի հարց, թե ինչ կարող ենք ասել մնացածի մասին։ Ուրեմն ցույց տվեցինք, որ P-ի կետային սպեկտրը այդ 0 շրջանն է։ Ցույց տվեցինք, որ կետային սպեկտրը չի կարող ցույց տվեցինք, որ կետային սպեկտրը հենց բաց շրջանն է, այսինքն այն ինչ որ ստանում ենք եզրի վրա չի կարող լինել կետային, ինչ որ եզրի վրա կարող է լինել միայն մնացորդային կամ այն դեպքը, երբ հակադարձը սահմանափակ չի։ Մի հատ այստեղ մենք L1-ից ենք ուզում։ Շատ լավ, եկեք հիմա մի հատ ուսումնասիրենք սեփական արժեքները T'-ի համար։ Նայում ենք J-տար։ Եվ ինչ ենք ուզում, ուզում ենք, որ T'-ն հավասար լինի լյամդա J-ի։ Այս ինչ է նշանակում, T'-ը մենք գտել էինք, որ է T'-ը։ T'-ը այդ h տեղափոխությունն է, նշանակում է 0, J1, J2 եւ այլն, այս պետք է հավասար լինի լյամդա անգամ J1, J2 Ինչ է սա նշանակում։ Այս նշանակում է, որ լյամդա J1-ը պետք է հավասար լինի 0-ի, լյամդա J2-ը պետք է հավասար լինի J1-ի եւ այլն։ Հիմա, եթե լյամդան 0 չի, եթե լյամդան հավասար չի 0-ի,
Ապա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ J1-ը պետք է հավասար լինի 0-ի։ Ստեղից երկրորդ հավասարումից ստանում ենք, որ J2 հավասար է 0-ի եւ այլն։ Եվ այդպես մենք ինչ ենք ուզում ցույց տալ։ Ուզում ենք, որ ուզում ենք ցույց տալ, որ սրանք սեփական արժեքներ են։ Կուտակը սրանք սեփական արժեք չեն սկալում ասել։ J2-ը 0 է եւ մնացած բոլորը նույնպես 0 են։ Այսինքն J-ն հավասար է 0-ի։ Եթե լամբդան հավասար չի 0-ի, ստացվում է, որ J-ն հավասար է 0-ի, իսկ եթե լամբդան հավասար է 0-ի, դեպքում ինչ է լինում։ Լինում է, որ այստեղ H մասը հավասար է 0-ի, նշանակում է, այս ամբողջ պետք է լինի 0։ Բոլորը 0 են։ Այսինքն T շտրիխը չունի սեփական արժեքներ։ T շտրիխի կետային սպեկտրը դատարկ է։ Եկեք փորձենք հասկանանք արդյոք T շտրիխի մնացորդային սպեկտրը դատարկ է թե ոչ։ Դրա համար մեզ անհրաժեշտ է հետևյալն է, հա։ Ոնց է դրան թեորեմ ասենք, քանի որ ավելի մի ավելի բարդ է թեորեմ։ Ուրեմն լիցուկ XY-ը բանախյան տարածություններ են։ Եվ տեն գծային արտապատկերում է x-ից y։ Ապա երկու հավասարություն։ Եթե ես նայում եմ P-ի միջուկը, ապա այդ նույնն է ինչ որ համալուծի ստեղծային մի բան չեմ սահմանել, բանախյան տարածություն է օրթոգոնալ լրացում չկա, բայց հիմա գրեմ թե ինչ է նշանակում։ Եվ պատկերի փակումը համալուծի միջուկի լրացումն է։ Ուրեմն եկեք ստեղ գրեմ, որ եթե ես ունեմ ինչ որ x բանախյան տարածություն, x աստղանիշ է դուալ տարածությունն է, ունեմ ինչ որ y, որը ընկած է դուալ տարածության մեջ, ենթատարածություն, ապա y-ի լրացումը այդ են x-ը դեմ x-ում, որոնց համար ցանկացած L-ի համար y-ից Lx-ը հավասար է 0-ի։ Այսինքն n բոլոր տարրերն են x-ից, որոնց վրա y-ի բոլոր տարրերը 0 են։ Թեորեմը ստեղ ասում է հետևյալը, որ T-ի միջուկը այդ T շտրիխի պատկերի լրացումն է, T-ի պատկերի փակումը T շտրիխի միջուկի լրացումն է։ Մասնավորապես եթե եկեք վերցնենք նույն տարածությունը, x հավասար է y-ի հավասար է h լիբերտյան տարածություն է, ապա ստանում ենք հետևյալը, որ t-ի միջուկը հենց համալուծի օրթոգոնալ լրացումն է սովորական իմաստով։ Ու ստեղից էլ եթե անցնենք օրթոգոնալ լրացմանը, ստանանք այս մյուս հավասարությունը։ Լավ, այս բանը կարևոր չի չգնեմ այդ մեկը։
Շատ լավ, ուրեմն հիմա մեկ վերադառնանք տեսնենք ինչ հասկացանք, որ T շտրիխը չունի սեփական արժեքներ, փորձենք հասկանալ, այսինքն ցանկացած լամբդայի համար միջուկը 0 է, ցանկացած լամբդայի համար միավոր դիսկից լամբդա միավոր հանած T շտրիխը հավասար է 0-ի։ Այսինքն կետային սպեկտր չկա, հիմա ուզում ենք հասկանանք ինչ կարող ենք ասել մնացորդային սպեկտրի համար։ Մնացորդային սպեկտրի համար մենք ունենք այ սա, որը ասում է հետևյալը, ուրեմն կիրառում եմ այս հավասարությունը, որտեղ t-ն փոխարինած է լամբդա t-ով, կարող եմ ասել հետևյալը, որ կեր լամբդայի հանած t-ն հավասար է լամբդայի հանած t շտրիխի լրացում։ Այսինքն, եստեղ գտա ինչ որ տարածություն, ոչ տրիվիալ, ստեղ ոչ թե հավասար է 0-ին, հավասար չի 0-ին։ Հա, չի հավասար է 0-ին։ Մի րոպե, չի ուզում ցույց տալ։ Ես ուզում եի ցույց տալ, որ չէ, ներողություն, սրանք տարբեր բաներ են։ Այս մեկը t շտրիխ է, այս մեկը t է։ Ես գիտեմ, որ սա, ուրեմն սա հավասար չի 0-ի, եթե լամբդան փոքր է 1-ից։ Այսինքն ցանկացած լամբդայի համար, որը փոքր է 1-ից, ես ունեմ ոչ տրիվիալ ենթատարածություն, որը համընկնում է պատկերի լրացման հետ։ Միգրացիան այսինքն ինչ է ստացվում, որ սրանց ես ուզում եմ միանգամից ասել, որ օգտագործելով այս ստանում ենք, որ պատկերը չի կարող լինել ամենուրեքտիկ, բայց մի քայլ պետք է, պաստորեն հանբանախ թեորեմ պետք է օգտագործենք, որպեսզի այդ բանը կարողանանք, հիմա ես պնդում եմ, որ ստեղից հետևում, որ սա չի կարող լինել ամենուրեքտիկ։ Ես պնդում եմ, որ իմ պատկերը լամբդա միավոր հանած t շտրիխի հակումը չի կարող լինել ամբողջ տարածությունը։ Ամբողջ տարածությունը մեր մոտ էլ ասամանությունն է։ Ինչի չի կարող լինել, որտեղ եթե սա լիներ ամենուրեքտիկ, ստեղից կարող ենք եզրակացնել, որ եթե x-ը այնպիսին է, որ ցանկացած l-ի համար պատկերից lx հավասար է 0-ի, եթե ունենք x, որի վրա բոլոր տարերը պատկերից դառնում են 0, ապա կտությունից ելնելով կարող ենք ասել, որ ցանկացած l-ի համար x աստղանիշից lx-ը հավասար է 0-ին։ Բայց հանբանախի թեորեմը, այսինքն դրանից հետևանքն ենք ուսումնասիրել ենք, ստեղից մի անգամից ստանում ենք, որ x-ը հավասար է 0-ին։ Այսինքն մի կողմից մենք ունենք, որ կան ոչ 0 տարեր, որոնք պատկանում են օրթոգոնալ լրացմանը, մյուս կողմից, եթե այս ենթատարածությունը խիտ է սահմանությունում, ապա լրացումը 0 է։ Հետևաբար այս ենթատարածությունը չի կարող լինել խիտ ամբողջ x աստղանիշում։ Այսինքն ստեղից եզրակացությունը հետևյալն է, որ մեկ կենտրոնով և 0 կենտրոնով և մեկ շարավորող դիսկը t շտրիխի մնացորդային սպեկտրում է։
Շատ լավ։ Սրա շարունակությունն էլ կա, բայց իմ կարծիքով մենք արդեն շատ հետաքրքրակ եկեք այս բաներ մնացածն թողնեմ ձեզ։ Այսինքն ինչ կարող ենք ասել, երբ լամբդայի մոդուլը իրականում կարելի է ցույց տալ, որ երբ լամբդան հավասար է 1-ի, սրա այս էլ է մնացածային սպեկտրում։ Այսինքն այն լամբդաները, որոնց մոդուլը հավասար է 1-ի, նույնպես ընկած է P' մնացածային սպեկտրում։ Մնացածային սպեկտրում առաջարկեմ ինքնուրույն կարդալ Ռիդ Սայմոնի մեջ ոչ մի դժվար բան չկա, պետք է պարզապես բացահայտ ձևով ցույց է տրվում, որ պատկերից դուրս կա գունդ։ Շատ լավ, այս օրինակի համար, բայց հիմա եկեք ապացուցենք այս երկու լեմը եւ թեորեմը։ Ուրեմն կա ինչ որ կան հարցեր։ Լավ, ուրեմն ապացույցներ։ Լեմ 1։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ եթե լամբդայի մոդուլը մեծ է P-ի նորմից, ապա այդ ռեզոլվենտ բազմության մեջ է։ Դրա համար նկատենք հետևյալը, որ եթե I նորմը փոքր է 1-ից, ապա միավոր հանած I-ի -1 գոյություն ունի եւ բացահայտ կարելի է գրել այս I-ի աստիճանն է։ Կան հավասար է 0-ից անսահմանություն։ Այսպես է Նեյմանի շարք։ Ուրեմն ստեղ երկու բան է ասվում իրականում։ Մեկը ասում է, որ այս շարքը զուգամիտում է, իրականում ինքը բացարձակ զուգամիտում է, եւ այլ ինչ որ ստացվում է միավոր հանած A օպերատորի հակադարձն է։ Ուրեմն այն որ ինքը բացարձակ զուգամիտում է, այդ համարյա ակնհայտ է, որտեղ եթե վերցնում ենք սրա նորմա, ապա այս բնականաբար ավելի փոքր է, քան թե նորմի կա աստիճանը։ Իսկ նորմն էլ մենք ենթադրել ենք, որ ինքը փոքր է 1-ից, հետեւաբար այս ստանում ենք զուգամիտող շարք։ Այսինքն այս շարքը բացարձակ զուգամետ է, հետեւաբար նաև զուգամետ է։ Մենք գիտենք, որ լրիվ տարածությունների մեջ բացարձակ զուգամետ շարքը զուգամետ է։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ եթե վերցնում ենք մասնակի գումարները, եթե վերցնում ենք SN-ը, ապա ինքը զուգամիտելու է, գումար անհավասար է 0-ից n I կաստիճանը, այս զուգամետելու է ինչ-որ մի նշանակենք B-ով, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Հիմա եկենք հաշվենք, թե ինչ է ինչի հավասար միավոր հանածա B-ն։ Քանի որ արտադրյալը անընդհատ է, այս նույնն է, ինչ որ կարող եմ գրել սահման, միավոր հանածա անգամ մասնակի գումար, այդ մասնակի գումարը ինչ է ստացվում, եկեք մանրամասն գրենք, միավոր հանածա, ստացվում է միավոր գումարած A, գումարած A քառակուսի, գումարած եւ այլն, մինչեւ I-ի n աստիճան։ Դա մի քիչ նայելով հասկանում եք, որ բոլոր անդամները կրճատվում են, բացի առաջինից ու վերջինից։ Միավորը չի կրճատվում։ Հետո յուրաքանչյուր արտադրյալ, օրինակ A անգամ in կրճատվում է S անգամ in-ի հետ, A անգամ an կրճատվում է միավոր անգամ A քառակուսի հետ եւ այլն, բացի վերջինից։ Մինուս I-ի ստացվում է n գումարած 1 աստիճան։ Բայց քանի որ I նորմը փոքր է 1-ից, S-ը ձգտում է միավորի։ Այսինքն ստացվում է միավոր, նույն ձևով ցույց ենք տալիս, որ B միավոր անածան հավասար է միավորի, ստեղից էլ ստացվում է, որ B-ն հավասար է միավոր հանածայի հակադարձ արտապատկերմանը։ Ուրեմն այս որ ունենք, հիմա վերադառնանք մեր ռեզոլվենտին, ինչ ենք ուզում ցույց տալ, ուզում ենք ցույց տալ, որ եթե լամբդայի մոդուլը
մեծ է t-ի նորմից, ապա լամդան գտնվում է ռեզոլվեն բազմության մեջ, բայց այս տեղից համարյա համիջապես ստանում ենք այդ լամդա հանած t-ի մինուս 1-ը հավասար է, լամդան հանենք ընդհանուր, ստացվի լամդա մինուս 1, ինչ է ստացվում, 1 հանած լամդա մինուս 1t, սրա մինուս 1-ն ենք ուզում հաշվել, բայց սրա նորմա փոքր է 1-ից, հետևաբար սա կարող ենք բացահայտ գրել, Նեյմանի շարքի միջոցով ստացվի գումար, լամդայի մինուս k, t-ի k աստիճան, կան հավասար է 0-ից անսահմանություն։ Սրանով առաջի լենի ապացույցն ավարտվում է։ Երկրորդի ապացույցը մոտավորապես նույնն է։ Լեն 2 ինչ եմ ուզում ցույց տալ, ուզում ցույց տալ, որ եթե լամդա 0-ն ռեզոլվենտի մեջ է, ապա գոյություն է այնպիսի դելտա, որ եթե լամդա հանած լամդա 0-ն փոքր է դելտայից, ապա լամդան էլ է ռեզոլվենտ բազմության մեջ։ Եկեք գրենք լամդա հանած t-ի մինուս 1-ն եմ ուզում հաշվել։ Եկեք համեմատենք լամդա 0-ի հետ։ Լամդա հանած լամդա 0 գումարած լամդա 0 հանած t։ Այստեղ մոռաց ասեմ, որ պետք է միավոր գրեմ, բայց չեմ գրելու ամեն անգամ, որ ավելի հեշտ լինի կարդալը։ Լամդա հանած լամդա 0 գումարած լամդա 0 հանած t-ի մինուս 1։ Լամդա 0 հանած t-ն փոխ մի արժեք է, հետևաբար կարող եմ հանել դուրս ակցից, ստացվում է լամդա 0 հանած t անգամ ինչ կստացվի, միավոր գումարած լամդա հանած լամդա 0 անգամ լամդա 0 հանած t-ի մինուս 1։ Տեղերը փոխեցի, որ միավորը ստեղ դա։ Այսինքն լամդա 0 հանած t-ն հանեցի ընդհանուր, այս ամբողջն պետք է լինի մինուս 1։ Իրականում եմ մյուս կողմից կարող էի հանել, սրա մինուս 1-ը ստացվում է r լամդա 0 t, այն ինչ որ մնում է, ստացվում է միավոր հանած լամդա 0 հանած լամդա, ստեղ նշանը փոխեցի, որ մինուս լինի, r լամդա 0 t, սրա մինուս 1-ն է հաշվում։ Հիմա բավական է, որ սրա նորմա լինի փոքր 1-ից, որ ես կարողանամ ստանալ է ինչ որ պետք է, եթե սա բավականաչափ փոքր է, եթե լամդա հանած լամդա 0-ն բավականաչափ փոքր է, այսինքն փոքր է ինչ որ դելտայից, որը բավականաչափ փոքր է, ապա սա կարող եմ գրել r լամդա 0 t եւ ելի Նեյմանի շարքը, գումար կան հավասար է 0-ից անսահմանություն, լամդա 0 հանած լամդայի k աստիճան եւ r լամդա 0 t-ի k աստիճան։ Քանի որ մտահղացումը լրիվ նույնն է, թողնում եմ դետալները ձեզ։ Կան հարցեր սրա վերաբերյալ։ Շատ լավ, հիմա հասնենք թեորեմի ապացույցին։ Եկեք Նիվերցյանի համար անեմ։ Ուրեմն Բանախյանի համար մի քիչ ավելի բարդ է, ուղղակի ամեն անգամ պետք է օգտագործել Հան-Բանախի թեորեմը, այն դեպքերում, որ մի անգամից չի ստացվում, Հան-Բանախի թեորեմով ստացվելու է։ Եկեք ենթադրենք, որ x հավասար է y-ի եւ հավասար ինչ-որ մի հատ դիվերսիոն տարածության։ Ուրեմն ես ունեմ t արտապատկերումը եւ իր համալուծը, այսինքն այս դեպքում համալուծը նույնականացվում էր L-ում լճային արտապատկերման հետ, ինչ պետք է ցույց տամ, ես պետք է ցույց տամ, որ t-ի միջուկը այդ նույնն է, ինչ որ t աստղանիշի պատկերի օրթոգոնալ լրացումը։ Այս անգամ արդեն օրթոգոնալ լրացումը սովորական իմաստով է։ Բայց հեշտ է հասկանալ, որ այս օրթոգոնալ լրացումը այդ նույնն է, ինչ որ ստեղ մենք սահմանեցինք։ Ինչ որ ստեղ սահմանեցինք։
Եթե ես օգտագործեմ հաշի եւ հաշի համալուծի բնական նույնականացումը ռիսիլենի միջոցով, ապա այս օրթոգոնալ լրացումը, այսինքն այս լրացումը նույնն է ինչ որ ինվերսիոն տարածության մեջ օրթոգոնալ լրացումը։ Այդ մի փոքր վարժությունը պետք է անեք ինքնուրույն։ Եկեք ցույց տանք, որ ուրեմն ունենք այս հավասարությունը։ Դե եկեք գրենք, ուրեմն ենթադրենք, թե x-ը պատկանում է p-ի միջուկին։ Այս ինչ է նշանակում։ Լավ, եկեք համառությունները գրենք, կարող է միանգամից ստացվի։ Այդ նշանակում px-ը հավասար է 0-ի։ Բայց երբ է px-ը հավասար 0-ի, px-ը հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ y/px սկալար արտադրյալ կամ ներքին արտադրյալ հավասար է 0-ի ցանկացած y-ի համար հաշվից, բայց y/px-ը այդ նույնն է, ինչ որ p աստղանիշ y/x-ը, բայց ինչ է նշվում, այս պետք է ճիշտ լինի ցանկացած y-ի համար հաշվից։ Բայց ինչ է ստեղ գրած։ Ստեղ գրած է, որ x-ը օրթոգոնալ է p աստղանիշի պատկերին։ Այսինքն նույն բանն է, որ x-ը պատկանի պատկեր p աստղանիշի օրթոգոնալ լրացմանը։ Իրականում ես ինվերսիոն տարածության դեպքում ապացույց սրանով ավարտվում, քանի որ ես հակառակությամբ էլ կարող եմ գնամ։ Բոլոր անցումները համարժեք են։ X օրթոգոնալ լրացմանն է, պատկերի օրթոգոնալ լրացման մեջ է, եթե ցանկացած y-ի համար x-ը p աստղանիշ y-ին օրթոգոնալ է եւ այլն։ Բանախյանների համար մի քիչ ավելի բարդ է, մասնավորապես երկու դեպքերը լրիվ նույն ապացույցով չեն։ Մի քիչ տարբերություն կա այս երկու դեպքերի մեջ, բայց առաջարկում եմ ինքնուրույն անել։ Բայց բան չկա, սրա ապացույցի մեջ ինչ որ մի պահ պետք է հերամի ձևով օգտագործեք անբանախի թեորեմը։ Ոչ մնացած լրիվ նույն մտահղացումներն են։ Շատ լավ։ Եկեք ենթադրենք, որ սա էլ ապացույցին։ Ուրեմն ռեզոլվենտի ուսումնասիրությունը շատ կապված է բանի հետ, կոմպլեքս փոփոխականի ֆունկցիայի հատկությունների հետ։ Ճիշտ այդ մասը ամբողջությամբ ուզում եմ թողնել ձեզ, այսինքն Ռեյ Սայմոնի գրքում մանրամասն գրված է, բավական մանրամասն այդ ամեն ինչի մասին գրված է։ Ընդհանրապես ոչ մի բան չկա, այսինքն եթե ծանոթ եք կոմպլեքս փոփոխականի ֆունկցիայի տեսությանը, ընդ որում բազային է, այսինքն ածանցելիություն կոմպլեքս եւ շարքի վերություն, ապա ամեն ինչ երբսամ կարող եք հետևել։ Եկեք ուրեմն մի վարժություն տամ, վարժություն ժամանակ շատ չունենք դրա համար մի քիչ հավաքենք անում։ Ուրեմն ռեզոլվենտ ռեզոլվենտային նույնությունը, ուրեմն ցանկացած լամբդա մյու կոմպլեքս թվերի համար ճիշտ է հետևյալը։ Եթե վերցնենք r լամբդա p հանած r մյու p, ապա այս նույնն է, ինչ որ մյու հանած լամբդա r լամբդա p r մյու p։ Մասնավորապես տեսնում որ ստեղ գրած է r լամբդա r մյու, այստեղ տարբերությունը բնականաբար կախված չի, թե ինչ երթականությամբ են վերցրել։ Այսինքն ստեղից միանգամից հետևում է, որ այս բանը եթե ապահովեցեք, ստեղից միանգամից հետևում է, որ ցանկացած լամբդա մյուի համար այս օպերատորները կարելի է տեղափոխել, այսինքն կոմուտացիվ են։ R լամբդա p r մյու p-ն հավասար է r մյու p r լամբդա p։ Մի տողանոց ապացույց է առաջարկում ինքնին անել, եթե չստացվի բանի գրքում ապացույցը կա, Ռեյ Սայմոնի գրքում ապացույց կա։ Ուրեմն եւս մի հասկացություն սահմանում
ու մենք տեսանք, որ ռեզոլվենտ բազմությունը միշտ ավելի մեծ է, քան 0 կենտրոնով եւ օպերատորի նորմ շարավորով դիսկի լրացումը։ Այսինքն ռեզոլվենտը միշտ այդ փակ դիսկի լրացումը պարունակում է։ Հարցը հետևյալն է, թե իսկ կարող ենք ավելի լավ գնահատական ստանալ։ Պատասխանը հետևյալն է, իրեն վերցնում ենք RT-ն, որը հավասար է սահման n-ը ձգտնասահմանության t-ի n աշճանի նորմի 1/3 աշճան։ Սա կոչվում է սպեկտրալ շարավիղ։ Սա ես մի բան գրեցի, որի գոյությունը ընդհանրապես ակնհայտ չի։ Այսինքն ստեղ ես գրել եմ p-ի n աշճանի 1/3 աշճան։ Ոչ մի տեղի չի հետևում, որ այս սահմանը գոյություն ունի։ Այսինքն հետևում է, բայց ակնհայտ չի, որ այս սահմանը գոյություն ունի։ Ուրեմն վարժություն կա տնային աշխատանքի մեջ, որ ասում է հետևյալը, որ եթե հաջորդականությունը տուզ additiv է, ապա գոյություն ունի սահման։ Ուրեմն վարժություն դիցուկ իրական թվերի հաջորդականություն կա, այնպիսին, որ a m գումարած n-ը փոքր կամ հավասար է am գումարած an-ից ցանկացած m-ի համար։ Ապա գոյություն ունի սահման an-ը բաժանած n-ի, որտեղ n-ը ձգտնասահմանության, ու այդ սահմանը հավասար է an-ը բաժանած n-ի ինֆինումին։ Այս կոչվում է Ֆեկետեի լեմմա։ Ֆեկետեի լեմմա։ Ֆեկետեի լեմ։ Մենք եկեք օգտագործենք ես ու հասկանանք, որ այս սահմանը գոյություն ունի։ Ուրեմն ստեղ գրած է p-ի n աշճան։ Ես պնդում եմ, որ եթե վերցնեմ սրա լոգարիթմը, p-ի n-ի 1/3, ես նշանակեմ an-ով, ապա an-ը կլինի սուզ additiv։ an գումարած m-ը փոքր կամ հավասար է am գումարած an։ Ինչի, որովհետև ունեմ հետևյալը, p-ի n գումարած n-ի նորմը չի գերազանցում t-ի m աշճանի նորմ, անգամ p-ի n աշճանի նորմ։ Հետևաբար, եթե վերցնեմ մեկը բաժանած n գումարած n աշճան, ապա այս ինչ կստացվի, այս կստացվի ավելի փոքր, քան p-ի m աշճանի, եկեք սենց գրեմ 1/3, մի հատ ավելացնեմ ստեղ, անգամ m-ը բաժանած n գումարած n, և նույնը n-ի համար, p-ի n աշճանի 1/3, ես ամեն ինչը n-ը բաժանած n գումարած n։ Ուրեմն այս անհավասարությունը միանգամից հետևում է օպերատորական նորմի սահմանումից։ A անգամ B-ի նորմը չի գերազանցում A-ի նորմ, անգամ B-ի նորմ։ Եթե վերցնեմ սրա 1-ը բաժանած n գումարած n աշճան, ապա այս անհավասարությունից անմիջապես ստանում եմ սա։ Վերցնելով լոգարիթմը ստանում եմ, եթե ես վերցնենք լոգարիթմ, ստանանք այս նախորդ անհավասարությունը։ Այսինքն լոգարիթմ այս արտահայտության լոգարիթմը ունի սահման, հետևաբար եթե վերցնեմ էքսպոնենտ, նույնպես կունենա սահման։ Մեզ ամեն ինչը հիմնավորում է, որ այն ինչ որ գրված է ստեղ իմաստ ունի, եթե ապահովեցեք այս Ֆեկետեի լեմման, որը տնային աշխատանքի մաս է կազմում,
Մենք թեորեմներ ասում է հետևյալը, թեորեմ, ես իզուր չեր կոչվում սպեկտր աշխարհավի, ուրեմն եթե վերցնում եմ սուպրեմում, երբ լամդան պատկանում է P-ի սպեկտրին, եւ դրանց բացարձակ արժեքները, ապա ստացվում է հենց սպեկտրալ շարավերը։ Առաջարկում եմ փորձել ինքնուրույն ապահովել, եթե չստացվի, ապա Ռեյս-Սայմոնի գծում կարող եք կապել։ Այսինքն, այս արտահայտությունը տալիս է ճշգրիտ վերին սահմանը սպեկտրում գտնվող կոմպլեքս թվերի բացարձակ արժեքների համար։ Կամ ինչ որ հարցեր դրա վերաբերյալ։ Շատ լավ, ուրեմն վերջի բանը, մենք մինչև հիմա ինչ որ ասեցինք վերաբերվում էր ցանկացած օպերատորների ու մեծ մասամբ բանական տարածություններին։ Մասնավորապես տեսանք, որ P-ի եւ T' համար սպեկտրի բնույթը կարող է լինի տարբեր։ P-ն ուներ սեփական արժեքներ ցանկացած լամդայի համար, որը փոքր 1-ից, T'-ը ընդհանրապես ոչ մի սեփական արժեք չունի։ Նկամի 10 օպերատորների, դրանք ինքնահամալուծ օպերատորներն են, արդեն հիվերցիան տարածությունների մեջ, որոնց համար նման տարբերակ չկա։ Ուրեմն ապացուցենք հետևյալ թեորեմը։ Թեորեմ, դիցուկ H-ը հիլբերտյան տարածություն է եւ ան ինքնահամալուծ գծային օպերատոր։ Նշեցնեմ, որ ինքնահամալուծ նշանակում է հետևյալը, որ ցանկացած XY-ի համար հաշից AXY-ը հավասար է XY-ի։ Ապա երեք հատկություն։ Առաջի հատկությունը ասում եմ, որ A-ի մնացորդային սպեկտրը դատարկ է։ Սպեկտրը դատարկ է։ Երկրորդ հատկությունը ասում է, որ սպեկտրը A-ի ընկած է իրական ուղի մեջ։ Եվ երրորդ հատկությունը, եթե ունեմ երկու սեփական վեկտոր, տարբեր սեփական արժեքներով, այսինքն AX հավասար է լամդա X-ի եւ AY հավասար է μ Y-ի, ընդ որում լամդան տարբեր է μ-ից, ապա X եւ Y-ը օրթոգոնալ են։ Այլ մեծ կինախնդրել հավասար է գրում։ Ուրեմն այս վերջի հատկությունը անշուշտ ծանոթ եք դրան, նույն ապացույցն ունի ինչ որ վերջավոր չափանի դեպքում։ Ցանկացած երկու սեփական վեկտորներ միմյանց ուղղայացեն, եթե համատեխնիկ սեփական արժեքները տարբեր են։ Ուրեմն առաջի գնք թողնեմ ձեզ ապացուցելու համար։ Եկեք առաջի երկուս ապացուցենք։ Ապացույց։ Եկեք վերցնենք ցանկացած կոմպլեքս թիվ, ներկայացնենք A գումարածի B տեսքով ու հաշվենք լամդա հանած A X-ի նորմը։ Գրենք հետևյալ ձևով A հանած A X գումարած I անգամ BX։ Դա նորմի քառակուսին։ Օգտագործելով են, որ A-ն ինքնահամալուծ է, այսինքն մեծ հավասարության է բավարարում, առաջարկում եմ ձեզ ինքնուրույն ստուգել, որ n ինչ որ ստացվում է, ինչ որ անդամներ կրճատվում են, ստացվում է A հանած A X քառակուսի գումարած B-ի բացարձակ արժեք քառակուսի անգամ X-ի նորմի քառակուսի։
Ուրեմն ստեղից ինչ ենք ստանում։ Նախ որ եթե լամբդա հանած a x-ը 0 է եւ միաժամանակ b-ն հավասար չի 0-ի, ապա x-ը հավասար է 0-ի։ Որտեղ եթե սա հավասար է 0-ի, b-ն էլ 0 չի, նշանակում է x-ը հավասար է 0-ի։ Այսինքն a-ն կարող է ունենալ միայն իրական սեփական արժեքներ։ Այսինքն a-ի կետային սպեկտրը ընկած է r-ի մեջ։ Ուրեմն սա առաջի եզրակացությունն էր։ Հիմա եթե վերցնում ենք հիմա տեսնենք, ենթադրենք վերցնում ենք լամբդան, որը իրական չի, լամբդան պատկանում է t հանած r-ի, նայում ենք լամբդա հանած a-ի պատկերի փակումը։ Բայց մենք գիտենք ես ինչ է։ Այս մենք կարող ենք գրել միջուկ լամբդա հանած a-ի աստղանիշ, լամբդա գծիկով հանած a-ի աստղանիշ, քանի որ սրա համալուծը կլինի լամբդա գծիկով միավոր անգամ a-ի աստղանիշ, բայց a-ի աստղանիշը a-ն է, ստացվի լամբդա հանած a։ Եվ սրա օրթոգոնալ լրացումը։ Ուրեմն այս այն լեմները, ինչ որ մենք ապահովեցինք հենց ինվերսիանի համար։ Եթե ունենք ինքնահամալուծ օպերատոր, պատկերի փակումը այդ համալուծի, բայց քանի որ ինքնահամալուծ է ան, ստացվի լամբդա համալուծ հանած a-ի միջուկի օրթոգոնալ լրացումը։ Բայց ես գիտեմ, որ այս միջուկը միայն 0-ն է, այսինքն օրթոգոնալ լրացումը այդ ամբողջ տարածությունն է։ Դրանից անմիջապես ստացվում է, որ մնացորդային սպեկտրը չի կարող լինել r-ից դուրս։ Այսինքն երկու բան է հետևում։ Հետևում է առաջինը, որ մնացորդային սպեկտրը կարող է լինել միայն r-ում, մնացորդային սպեկտրը r-ում է, սպեկտրը կարող է լինել միայն r-ում, եւ երկրորդը, դրանից ինչ է ստացվում։ Ստացվում է, որ եթե լամբդան իրական չի, ապա ուրեմն միջուկը տրիվիալ է, պատկերը խիտ է եւ նայում ենք սրան, մոռանում ենք այս անդամի մասին եւ ցանկացած x-ի համար x-ի նորմա չի գերազանցում 1 բաժանած լամբդայի կեղծ մաս անգամ լամբդա հանած a-ի x։ Այսինքն հակադարձ արտապատկիրումը անընդհատ է։ Չի գերազանցում չի։ Հա, մեծ կամ հավասար է, այսինքն x-ը փոքր է, այո։ X-ը չի գերազանցում սրան, այսինքն հակադարձ արտապատկիրումը անընդհատ է։ Հետևաբար լամբդան ռեզոլվենտի մեջ է։ Ու մասնավորապես մենք ստացանք գնահատական ռեզոլվենտի համար։ R լամբդա a-ն սրա նորմը չի գերազանցում 1 բաժանած լամբդայի կեղծ մաս։ Այսինքն ոչ միայն ցույց տվեցինք, որ իրական առանցքից դուրս գտնվող լամբդաները ռեզոլվենտ բազմության մեջ են, այլև ցույց ստացանք գնահատական ռեզոլվենտի նորմի համար։ Շատ լավ, մնաց հասկանանք, թե ինչ է տեղի ունենում իրական առանցքի վրա։ Եվ եկեք վերցնենք ցանկացած լամբդա, որը պատկանում է r-ին։
Այսինքն արդեն իսկ ցույց ենք տվել, որ սպեկտրը ընկած է R-ի վրա, մնում է հասկանալ, թե ինչի մնացորդային սպեկտր չկա։ Եթե լամդան պատկանում է R-ին, ու լամդա հանած I-ի միջուկը տրիվիալ է, ապա ստեղից նորից օգտագործելով այս հավասարությունը, արդեն իրականների համար, ես կարող եմ ասել, որ պատկերի փակումը հավասար է միջուկի օրթոգոնալ լրացմանը, բայց միջուկի օրթոգոնալ լրացումը ամբողջ տարածությունն է, քանի որ ենթադրենք, որ միջուկը տրիվիալ է։ Այսինքն մնացորդային սպեկտր չկա, կամ սեփական արժեք է, կամ պատկերը խիտ է, այսինքն միակ խնդիրը, որ կարող է առաջանալ, այդ այն է, որ հակադարձը սահմանափակ չի։ Այդ դեպքում բնականաբար փոխ միարժեք չի կարող լինել։ D'accord, սրանով այս ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր։ Մեզ մնացել է պաստորը մի 15 րոպե, եկեք արագ քննարկենք դրական ինքնահամալուտ օպերատորները եւ սահմանափակ օպերատորների բևեռային ներկայացումը։ Ուրեմն դրական օպերատորներ։ Քանի որ ժամանակ քիչ ունենք, որոշ դետալներ չեմ կարողանա ներկայացնել, բայց հիմնական մտահղացումները փորձեմ նկարագրել։ Ուրեմն սկսենք մի սահմանումից։ Ասենք, որ ուրեմն հիմա արդեն նայելու ենք միայն Հիլբերտյան տարածություններում։ Ուրեմն H-ը Հիլբերտյան տարածություն է եւ անել սահմանափակ արտապատկերում Հիլբերտյան տարածության մեջ, ու եկեք ենթադրեմ, որ ան ինքնահամալուտ է։ Ուրեմն ասենք, որ ան դրական է, այսինքն ոչ բացասական, եթե ցանկացած x-ի համար h-ից AXX-ի արժեքը դրական է։ Այսինքն այն, որ ինքը իրական է, այդ միանգամից հետևում է նրանից, որ այս ինքնահամալուտ է։ Եթե բացի իրական լինելուց նաև դրական է, կասեմ, որ ան դրական է։ Իրականում կարելի է ցույց տալ օգտագործելով սկալար արտադրյալի ներկայացումը նորմի միջոցով, որ եթե կա սա, առանց էս ենթադրելու, այսինքն եթե ունեմ գծային օպերատոր, որի համար ցանկացած x-ի համար AXX սկալար արտադրյալը 0-ից մեծ է կամ ասել, այսինքն իրական է եւ 0-ից մեծ կամ ասել, ապա ան ինքնահամալուտ է։ Դժվար չի ապահովել, բայց այդ մեծ համար կարևոր չի, էդ էլ է տրային աշխատանքի մաս կազմում, եթե չեմ սխալվում, որ ցույց տալ, որ այս անհավասարությունից միանգամից հետևում է, որ ան ինքնահամալուտ է, բայց մեզ համար կարևոր չի, մենք կարող ենք հենց քիչ ընկնել ինքնահամալուտ եւ նայում ենք այս հատկությունը։ Ուրեմն ան ոչ բացասական է, եթե տեղի ունի սա, ու եթե ունեմ երկու արտապատկերում, ասեմ, որ ան փոքր կամ հավասար է b-ից, ըստ սահմանման, եթե b հանածան դրական է։ Ուրեմն դրական թվերից մենք կարող ենք անել փառատուսի արմատ։ Նույն բանը ճիշտ է օպերատորների համար։ Ուրեմն թեորեմ դիցուկ ան դրական է, ապա գոյություն ունի միակ b դրական օպերատորը, որի քառակուսին հավասար է i-ին։
ուրեմն սրա ապացույցը էլի օգտագործում է կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների հատկություններ, դրա համար մանրամասը չեմ ուզում տալ։ Եկեք նայենք ինչ է տեղի ունենում վերջավոր չափանի դեպքում։ Եկեք ենթադրենք, թե h-ի չափողականությունը վերջավոր է, այսինքն h-ը հավասար է c-ի։ Այս դեպքում մենք գիտենք, որ ցանկացած ինքնահամալուծ գծային օպերատոր կարելի է բերել անկյունագծային տեսքի։ Այսինքն գոյություն ունի եժի օրթոնորմալ հենք եւ գոյություն ունեն լամդա 1, լամդա, ասենք որ չափողականություն լինի n, լամդա n այս դեպքում քանի որ դրական օպերատորներ են 0-ից մեծ թվեր, այնպես որ a եժին հավասար է լամդա g եժի։ Ուրեմն եթե ես ունեմ վերջավոր չափանի տարածության մեջ դրական օպերատոր, ապա իրան կարող են բերել անկյունագծային տեսքի հետևյալ իմաստով, որ գոյություն ունի օրթոնորմալ հենք h տարածության մեջ, որը կազմված է a-ի սեփական վեկտորներից, ու այդ բոլոր սեփական արժեքները համապատասխան պետք է լինեն 0-ից մեծ կամ հավասար, քանի որ արտապատկերումը 0-ից դրական է։ Այս դեպքում ես բեն միանգամից կարող եմ սահմանել հետևյալ ձևով, ուրեմն սահմանենք բեն, ես վերցնում եմ x վեկտորը, վերելուծում եմ այս հենքում, xg եժի, ասում որ bx-ը, եթե ax-ը սրա վրա գործում է որպես յուրաքանչյուր ուղղությամբ գործում է որպես բազմապատկում լամդա g-ով, bx-ը գործի որպես բազմապատկում քառակուսի արմատ լամդա g-ով։ Դիմար g-ին հավասար է 1-ից n, քառակուսի արմատ լամդա g, xg եժի։ Հեշտությամբ ապահովում ենք, որ b-ի քառակուսին հավասար է a-ի։ Միակությունը ավելի բարդ է, բայց Ռեյդ Սայմոնի գրքում կտեսնեք, որ ընդամենը մի քանի տող է ընդհանուր դեպքում։ Ուրեմն դրական օպերատորները կարող են անել քառակուսի արմատ։ Հիմա ո՞րն է մեր նպատակը։ Այսինքն մեր վերջական նպատակը գտնել կոմպլեքս կոմպակտ օպերատորների կանոնական տեսքը։ Ոնց որ վերջավոր չափանի տարածության մեջ ցանկացած օպերատոր կարելի է բերել Ժորդանի նորմալ տեսքի, մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք անվերջ չափանի տարածության մեջ նման մի բան կա։ Հիմա նման մի բան կա կոպիտ ասած երկու դեպքում։ Մեկը երբ օպերատորը կոմպակտ է, մյուսը երբ օպերատորը ինքնահամալուծ է։ Ինքնահամալուծ դեպքում այդ կոչվում է սպեկտրալ թեորեմ, որը բարդ արդյունք է այս դասընթացում չենք ուսումնասիրել, բայց եթե ունենք ինքնահամալուծ եւ կոմպակտ, ապա կարող ենք ամբողջությամբ նկարագրել սպեկտրը։ Մյուս դեպքերն է, որ ինքնահամալուծ չունենք, բայց ունենք կոմպակտություն։ Հիմա այդ դրա համար, որովհետեւ հետագայում, այսինքն հաջորդ դասին կարողանանք կոմպակտ օպերատորների կանոնական տեսքը հասկանանք, մեզ պետք է այն ինչ անվանում են բևեռային ներկայացում կամ բևեռային վերլուծություն։ Ուրեմն ինչ է բևեռային վերլուծությունը։ Եկեք ցենք կոմպլեքս թվերից։ Եթե ունենք կոմպլեքս թիվ, ապա իրան կարող ենք ներկայացնել E-if-ի անգամ R տեսքով կամ R-E-if-ի տեսքով, որտեղ ով է R-ը ոչ բացական թիվ է, իսկ փինել ինչ որ մի իրական թիվ է, եւ E-if-ի մոդուլը հավասար է 1-ի։ Հիմա բևեռային ներկայացումը այս նույն տիպի ներկայացում է, բայց օպերատորների համար։ Այսինքն ես ցանկացած A օպերատորի համար ուզում եմ անել հետևյալը, ես ուզում եմ A-ն ներկայացնեմ ու անգամ ինչ որ մի ուրիշ օպերատոր, որի անունը կդնեմ բացարձակարժեք
ոնց որ ստեղ R-ը Z-ի բացարձակ արժեքներ, չէ։ R-ը հենց Z-ի կամ մոդուլներ, Z-ի մոդուլներ, նույնպես ես I-ի համար ուզում եմ սահմանել մոդուլ եւ an ներկայացնել այս տեսքով։ Որտեղ ունել կլինի ունիտար օպերատոր։ Հիմա եթե այս կա, ենթադրենք սա կա։ Այդ ինչ է նշանակում։ Եկեք գրենք A ստանիշ an։ A ստանիշ an ինչ կլինի։ Ստացվի U անգամ A, որը պետք է լինի դրական, այսինքն դրական օպերատոր պետք է լինի, սրա ստանիշ անգամ U I U անգամ A։ Ես գիտեմ, որ AB-ի աստանիշը հավասար է B աստանիշ A աստանիշ, այսինքն ստացվում է A աստանիշ, որը հավասար է A-ին, քանի որ ինքը դրական է, հետեւաբար ինքնահամալուց, այդտեղ ստացվում է U աստանիշ U եւ անգամ A։ Բայց եթե U-ն ունիտար է, ապա այս պետք է ստացվի միավոր արտապատկերում։ Ունիտար օպերատորները այդպես են բնութագրվում։ Եթե ունենք փոխմիարժեք նորմա պահպանող արտապատկերում, ապա U աստանիշ U-ն հավասար է միավորի։ Այսինքն ինչ ստացա, որ S հավասար է I-ի քառակուսու, որտեղից էլ ստանում եմ, որ an պետք է հավասար լինի քառակուսի արմատ A աստանիշ I-ի։ Քառակուսի արմատը n էր, ինչ որ մենք սահմանեցինք այս թեորեմի մեջ։ Գոյություն ունի միակ բեն, որի քառակուսին հավասար է I-ի, եկեք նշանակում ներմուծենք, այս բեն կնշանակենք կամ քառակուսի արմատ A, կամ I-ի 1/2 աշճան։ Ուրեմն եթե ունեմ դրական ոչ բացասական օպերատոր, ապա այն միակ օպերատորը դրական, որի քառակուսին հավասար է I, կնշանակենք քառակուսի արմատ A, կամ էլ I-ի 1/2 աշճան։ Նա վերադառնանք մեր ներկայացմանը, ուրեմն հասկացանք, որ եթե ես ուզում եմ ստանալ այս տեսակ լևերային ներկայացում, ապա շատ ընտրություն չունեմ, այս an պետք է հավասար լինի քառակուսի արմատ A աստանիշ I-ից։ Եկեք մի օրինակ նայենք։ Օրինակ։ Եկեք L2-ում նայենք հետևյալ արտապատկերումը, այսինքն մի քանի անգամ արդեն նայել ենք։ L2-ում նայենք H տեղափոխություն։ A x1 x2 եւ այլն, S հավասար է 0 x1 x2 եւ այլն։ Ուրեմն սրա համալուծը մենք այն օրինակի մեջ, վերևում նայված օրինակի մեջ մենք հաշվեցինք ավելի հակառակը։ Մենք վերցրեցինք ձախ տեղափոխություն, հաշվեցինք, տեսանք, որ համալուծը H տեղափոխությունն է։ Հիմա սրա համալուծը կլինի ձախ տեղափոխությունը, այսինքն x1-ը վերացնում ենք, մնացած տեղափոխում ենք x2, x3 եւ այլն։ Հիմա եկեք գրենք այս արտահայտությունը։ Այդ արտահայտությունը ինչ է տալիս, A աստանիշ A, x-ի վրա կիրառած։ Ուրեմն առաջի անգամ մենք ամբողջ x-ը I-ով տանում ենք դեպի H, հետո վերցնում ենք սա ու տանում ենք դեպի ձախ, այսինքն ստացվում է հենց x։ Ես ճիշտ է ցանկացած x-ի համար L2-ից ու դե այսինքն միավոր արտապատկերում է, հետեւաբար I մոդուլը, որը հավասար է քառակուսի արմատ A աստանիշ A, պետք է հավասար լինի հենց միավորի։ Այսինքն կոնկրետ այս օրինակում, եթե ես ուզում եմ ստանալ ներկայացում վեբերային an հավասար է U անգամ մոդուլա, պետք է վերցնեմ ստեղ միավոր արտապատկերում, որտեղ միանգամից տեսնում եմ, որ այս U-ն իհարկե նորմա պահպանում է, քանի որ an է պահպանում նորմա, բայց ինքը ունիտար չի, ինքը իզոմետրիա չի, քանի որ ինքը սուբյեկտիվ չի։ Այսինքն պահանջել, որ այս ներկայացման մեջ an լինի դրական, ունել լինի իզոմետրիա, այսինքն նորմա պահպանող փոխմիարժեք, իրատեսական չի։ Այս պարզագույն օրինակը ցույց տալիս, որ սա գոյություն չունի։ Բայց ներկայացում գոյություն ունի, պարզապես U-ի հատկությունները պետք է ավելի քիչ ուզել։
Ուրեմն սահմանում ուն, որը սահմանափակ գծային արտապատկերում է, կոչվում է մասնակի իզոմետրիա, կոչվում է մասնակի իզոմետրիա, եթե վերցնում եմ ուն, նայում եմ ուի միջուկի վրա, ինքը բնականաբար տալիս է 0։ Այսինքն ուի միջուկի վրա բան տեղի չի ունենում։ Եկեք նայենք սրա օրթոգոնալ լրացումը։ Սրանից ես ուզում եմ, այսինքն ինքը այլևս միջուկ չունի, ես ուզում եմ, որ ինքը պահպանի նորմը։ Եթե S օպերատորը պահպանում է նորմը։ Այսինքն ինչ է նշանակում իզոմետրիա։ Իզոմետրիա նշանակում էր հետևյալը, ուն արտապատկերում էր հաշից հաշ, ես ուզում էի, որ ցանկացած x-ի համար հաշից ու x-ը հավասար լիներ x-ի։ Սա էր իզոմետրիան։ Հիմա ես մի քիչ ավելի քիչ եմ ուզում, ես ուզում եմ, որ այս տեղի ունենա միայն միջուկի օրթոգոնալ լրացման վրա։ Այդ դեպքում ես նրանք ասեմ մասնակի իզոմետրիա։ Մասնակի իզոմետրիաները շատ հեշտ է հասկանալ։ Դա հետևյալ lemma, որ ասում է, եթե ուն մասնակի իզոմետրիա է, ապա ճիշտ է հետևյալը, եթե ես վերցնում եմ ու աստղանիշ ու, ես կլինի բնականաբար արտապատկերի հաշից հաշ, ապա սա օրթոգոնալ պրոյեկտոր է ուի միջուկի օրթոգոնալ լրացման վրա։ Իսկ եթե հակառակ ուղղությամբ է վերցնում ու աստղանիշ ու, ես կլինի օրթոգոնալ պրոյեկտոր ուի պատկերի վրա։ Քանի որ ու պահպանում է նորմը, հեշտ է հասկանալ, որ պատկերը միշտ փակ է։ Ու պահպանում է նորմը, այսինքն S տեղի ունի միջուկի օրթոգոնալ լրացման վրա, ստեղից անմիջապես է տենում, որ ես ուի պատկերը փակ ենթատարածություն է։ Մասնակի իզոմետրիա նշանակում է հետևյալը, ու աստղանիշ ուն օրթոգոնալ պրոյեկտոր է միջուկի օրթոգոնալ լրացման վրա, ու աստղանիշը օրթոգոնալ պրոյեկտոր է պատկերի վրա։ Եկեք մի հատ նկարենք, ես ունեմ իմ H Hilbertյան տարածությունը։ Սրա մեջ կա, եկեք ունեմ այս 0-ն է, որ սա լինի միջուկի օրթոգոնալ լրացում, այսինքն լրացման վրա տեղ, կոպիտ ասած այս ուղղությամբ բան տեղի չի ունենում, այս միջուկն է։ Հիմա ուն պահպանում է նորմը միջուկի օրթոգոնալ լրացման վրա, հետևաբար այս տարածությունը արտապատկերվում է ինչ-որ մի ուրիշ տարածության վրա, որը կլինի ուի պատկերը։
Ուրեմն լեմի առաջի մասը ասում է, որ եթե վերցնեմ ուն ու կիրառեմ ու աստղանիշին, ապա կստացվի այս սրա վրա օրթոգոնալ պրոյեկտը։ Եկեք ստեղ օրթոգոնալ լրացում նկարենք, այստեղ։ Ուրեմն մեր լեմը ասում է, մեր վերևում սահմանված լեմը ասում է, որ այն ինչ որ գրված է ստեղ, այս կարմիր գծով, այդ պատկերի օրթոգոնալ լրացումն է, որը նույնն է, ինչ որ համալուծի միջուկը։ Այսինքն ուն տանում է ուն գնում է այստեղից տեղը ստեյության, իսկ ու աստղանիշը այս արտապատկերում է սրա վրա։ Ուի միջուկը սրան ուղղայած այս մասն է, այսինքն ստեղ ոչ մի բան տեղի չի ունենում, նույն բան ստեղ է, ու աստղանիշի համար ստեղ ոչ մի բան տեղի չի ունենում։ Եթե վերցնեմ սկզբից ուն, հետո ու աստղանիշը, ապա ստանում եմ պրոյեկտոր այս սրա վրա, եթե վերցնեմ սկզբից ու աստղանիշը, հետո ուն, ստանում եմ պրոյեկտոր սրա վրա։ Այս է ամբողջ բանը։ Մասնավորապես, եթե միջուկը 0 է, ապա ստանում եմ ունիկար արտապատկերում։ Եղող այս լեմը շատ հեշտ է ապահովել, այսինքն եթե պատկերացնենք այս նկարը, նկարին նայելով բոլորը հեշտությամբ ապահովվում են։ Հիմա հիմնական թեորեմը, որի համար միայն կտամ ապահովության մտահղացումը, թեորեմ։ Ուրեմն վերցնում եմ ցանկացած գծային արտապատկերում, ապա գոյություն ունի ու մասնակի իզոմետրիա, այնպիսին, որ ան հավասար լինի ու կիրառած i մոդուլին, ու և i մոդուլի համադրույքը, ուրեմն ավելին, եթե ես պահանջեմ, որ ու-ի միջուկը համընկնի i միջուկի հետ, ուրեմն ուն միարժեք որոշում է, Եր ու, այսինքն պարտադրում եմ, որ այսա համընկնի i միջուկի հետ։ Երուն հավասար է i միջուկի պայմանով, որոշում է այս պայմանով։ Եվ i պատկերը, բացի սրանից, ունեմ նաև, որ ու-ի պատկերը համընկնում է i պատկերի պատման հետ։ Իրականում կարևոր է հասկանալ, թե ոնց ենք ես ուն կառուցում, մնացածը կլինի համարյա ակնհայտ։ Եկեք եթե ասեմ դրանով վերջացնենք, ուրեմն ապացույց, իրականում լրիվ ապացույց չի, ընդամենը մտահղացումն է ապացույցի։ Ես ուզում եմ ստանալ այս հավասարությունը։ Ուրեմն i մոդուլը սահմանված է, ուն սահմանված է, ուզում եմ ստանալ ան։ Եկեք ինչ որ գրած է, եթե անենք։ Վերցնում եմ y, որը ներկայացնում է մոդուլա x տեսքով, ու ասում եմ, որ ու-ի գործողությունը y-ի վրա, այդ նույնն է, ինչ որ i գործողությունը x-ի վրա։ Եկեք հաշվենք, տեսնենք ուն արդյոք պահպանում է նորմա։ Ու y-ի նորմի քառակուսին, այդ նույնն է, ինչ որ ax նորմի քառակուսի, այս ax-ն է, ստացվում է a աստղանիշ a xx, բայց a աստղանիշ ան այդ i մոդուլի քառակուսի x-ն էր։ Անել ինքնահամալուծեր, կարող եմ մի հատը գցել m-ի վրա, կստացվի ax
նորմի քառակուսի։ Բայց AX-ը եթե ինձ Y-ներ։ Այսինքն ում եթե ես վերցնում եմ ցանկացած Y A-ի պատկերից կամ ինչ որ նույնն է A-ի միջուկի օրթոգոնալ լրացումից, իսկ A-ի միջուկը հեշտ է հասկանալ, որ համընկնում է իր մոդուլի միջուկի հետ։ Այսինքն եթե ես վերցնում եմ ցանկացած Y, որը գտնվում է այստեղ, ապա պահպանվում է նորմը։ Մի խոսքով S է հիմնական մտահղացումը։ Վերցնում ենք A-ն, կառուցում ենք A-ի մոդուլը, A-ն ունի միջուկ եւ ունի միջուկի օրթոգոնալ լրացում, որը նաեւ A-ի պատկերն է, պատկերի փակումն է, որը նաեւ կհամընկնի այս սրա հետ։ Այս բանի վրա ուն մի արժեք որոշվում է, դե պահանջում ենք, որ սրա օրթոգոնալ լրացման վրա էլ լինի 0։ Մի խոսքով S է հիմնական մտահղացումը։ Մնացած պետք է կարդալ Ռիդ Սայմոնի դեպքում հավաքածի դետալները հասկանալու համար, բայց սրանից դուրս բան տեղի չի ունենում։ Կարևոր է հասկանալ, որ սա է կարևոր հասկանալ մասնակի իզոմետրիաների համար, որ կա մի ենթատարածություն, որը միջուկի լրացումն է, այս ենթատարածությունը գնում է պատկերի վրա ու աստղանիշը հակառակ գործողությունն է անում։ Մասնավորապես ու աստղանիշը սրա վրա սահմանափակած կլինի ու-ի հակադարձը։ Եթե ուն լիներ ունիտար, ընդհանրապես ու աստղանիշը կլիներ ու մինուս 1-ը։ Հիմա ու աստղանիշը ու մինուս 1-ը չի, բայց պատկերի վրա է ու մինուս 1-ն է։ Շատ լավ, սահմանափակվենք, արդյոք կան հարցեր։ Դե եթե հարցեր չկան, ուրեմն այսօր այսքանը մեզ մնացել է մի դաս, հաջորդ կլինի վերջինը։ Տեսություն բոլորին։